ճիշտ չի ասում։ Հարց 1. Եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեի, ապա ինչու է ես գնում Factor TV եւ ինքս հայտարարում, որ ինքս սառեցնում եմ իրենց հետ գործնեությունը։ Տրամաբանակ, մի րոպե, տրամաբանակ։ Ոչ, դա ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել են, եւ հետո մի փոքրիկ բան, որ միջի հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաները եւ աստրախանները։ Իմ ինչքաններու իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Սա երկու։ Երրորդ, այնպիսի մի անհասկանալի անիմաստ բան է ասում, թե ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետև ապահովված մարդ եմ մինչ այդ եւ փառք Աստծո ես 56 տարի աշխատել եմ այս երկրում, իմ հայրենիքում, եւ այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար։ Պարոն Ասլյան, տեսեք, դուք իրենց թիմից էիք, բերեցիք իշխանության, գովում եք, հիմա բարոյական է ասել։ Կներեք, ես ձեզ դրան հարց եմ ուզում տալ։ Ինչու եք այդպես մոտենում։ Դուք ձեր կյանքում բոլոր այն մարդկանց, որ ճանաչել եք, մշտապես նույն վերաբերմունք եք, մի րոպե կներեք, ես էլ դա եմ ձեզ ասում, ձեր ամբողջ կյանքում չի եղել մարդիկ, ում հետ լավ եք եղել եւ այլն, ի վերջո այդ մարդկանց հետ ձեր հարաբերությունները դադարեցրել եք, չի եղել, որևէ մեկը կա, որ կարող է ասել, որ այն մարդկանց, որոնց ինքը ճանաչել է ամենասկզբից, մինչև կյանքի վերջ այդ մարդիկ մնացել են իր կողքեր։ Մի րոպե, հիմա շարունակեմ։ Ես Նիկոլ Փաշինյանին իշխանության չեմ բերել։ Իրենք ինձ հրավերել են, եթե դուք նայեք այսպես ժամանակագրությունը, ապա դուք կտեսնեք, որ իրենք են ինձ հրավիրել իրենց մոտ, որովհետև այն ժամանակ, ելքի ժամանակ, դեռ սկզբից, երբ որ իրենք եւ կադրային սով ունեին եւ մնացած մեծ, այսպես, որպեսզի իրենց իմ անցած կյանքով, իմ անցած կներեք, մի փոքրիկ օրինակ բերեմ, օրինակ, ասենք 21 թվականին թող իրենք հիշեն, թե 21 թվականին Գյումրիի կամ այն վերևներում ելույթերի ժամանակ, ընտրություններից առաջ, ինչպես էր Սուրեն Պապիկյանն ասում, իսկ այժմ ելույթ կունենա Արցախյան 3 պատերազմի մասնակից, վերջին պատերազմում ծանր վիրավորված Հակոբ Ասլանյանը։ Նրանք փորձեցին եւ օգտագործեցին այդ բանը, որովհետեւ ինչպես գիտեք ինչ կա, երբ ինձ խնդրեցին, առաջարկեցին, որ ես իրենց հետ լինեմ, քանի որ իրավիճակը այդ ժամանակահատվածում այնպիսին էր, որ եւ իմ եւ շատ շատերի մտքում միայն մի բան կար, բոլոր ճանապարհներով հեռացնել Սերժ Սարգսյանին, չէ՞, եւ շարժումը գնում էր այսպես քայլ արա, մերժիր Սերժին։ Ես մի առիթով մի բան եմ ասել, հետագայում իհարկե, մի հետաքրքիր բան։ Օրինակ ես ասի, գիտեք, երբ որ ինձ ասցին, ինչու դուք հանկարծ նաեւ այսպես եք խոսում, ես ասացի հետեւյալը. Սիրելիներս, դուք երբևէ մտածել եք, ինչու ամենասկզբում ասվում էր քայլ արա, մերժիր Սերժին, չէր ասվում քայլ արա, մերժիր Սերժին, ընտրուր Նիկոլին։ Եթե այդպես ասվեր, գիտեք ինչ կլիներ, շատ ու շատ մարդիկ հենց այն ժամանակ չէին ընտրի Նիկոլին եւ չէր ստացվի այն ինչա կար։
հենց սկզբից էր խապկանքը դրված եւ կներեք, քանի որ մենք ամբողջ ժողովրդով հսկայական քանակությամբ միայն մի երազանք ունենք, մենք գնում էինք ընդդեմ եւ ոչ թե հանուն։ Մենք գնացինք ընդդեմ Սերժին, քայլ արեցինք, մերժեցինք Սերժին։ Ինչպես Փոշմանել եք որ գնաց։ ես շատ ուրախ եմ իմ անցած ճանապարհով, նույնիսկ իմ սխալներով։ Հասկացաք, փոշմանելս ո՞րն է։ Պարոն Ասլանյան, Ես հաջորդ օրը կներեք, ես հաջորդ իսկ օրը երբ հարցազրույց տվեցի, ես ասացի, ես ԿՊ-ից շնորհակալ եմ այն բանի համար, որ իրենք Ասլանյանին վերադարձրել են Ասլանյանին։ բայց ես այսօր վիրավորեցին, ասեցին ռադ եղեք, ռադ կլինեք, ասեցին, որ դուք լացել եք համապատասխան լիստի։ Ծայրից ծայր սուտ է։ Չկա այդպիսի բան։ Ես լաց լինեմ, կներեք։ 3 անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ որ մի ստից բանի համար լաց լինել, հա։ Դե ասեցին թոշակն եք ձեր պահում։ Քիչ առաջ ես դրա պատասխանն էլ տվեցի թոշակի վերաբերյալ։ Պարոն Ասլանյան, 2018 թվականին քայլ արեցիք եւ մերժեցիք Սերժին։ Հիմա գոհ եք ձեր քայլից։ Ես ասացի քիչ։ Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի սխալվելու, բայց ես ասացի, մենք բոլորս մարդ ենք։ Պարոն Աղազարյանի հետ մենք ներսում միշտ էլ որոշակի մեր կարծիքն ունեցել ենք, այսինքն ինչ որ ձևով եղել ենք ներսի ընդդիմություն, ինչ որ ձևով, քիչ թե շատ, եւ այսօրվա բոլոր հարցերը, որ առաջացել են ու մենք այսօր դրա համար պայքար ենք մղում, այն ժամանակ չէր ասվում, այն ժամանակ մենք բոլորս ստիպված էինք եւ ներսում պայքարել, չէ, եւ փորձել։ Օրինակ մի ինչպես իրենց սխալների դուք ես մի բան ասեմ, դուք չեք նկատում, եթե ժամանակագրությամբ անցնեք, չեք տեսնում, որ ասենք պարոն Աղազարյանին եւ ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողությունները ինչքան անվերահսկելի սկսեցին դառնալ։ Ոչ թե մենք զսպում էինք, այլ մեր գոյությունը այնտեղ որոշակի զսպողական բան էր։ Կներեք, բայց հանուն արդարության խոստովանում եք, չէ՞, որ եթե պարոն Աղազարյանի հետ հեռախոսային պատմությունը չլիներ, դուք դեմ դուրս չէիք գալու Նիկոլ Փաշինյանի վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականության։ Շատ կներեք, մի օր պետք է այդ փուչիկը պայթեր, հիմա դա եղավ պարոն Աղազարյանի հետ կապված, բայց հասունանում էր այդ բոլորը, եթե դուք մտածում եք, որ պարոն Ասլանը մշտապես մնալու էր այդ կատեգորիային, սխալվում եք, ամեն ինչ հասունանում է ժամանակի եւ տարածության մեջ։ Հետո պարոն Ասլանյան, տպավորություն էր, որ դա պիտի փուչիկը պայթած լիներ արդեն պատերազմից հետո, բայց դուք մնացիք խմբակցություն։ Որովհետեւ դեռ հավատում էի։ Ինչին եք հավատում։ Լավ, Հավատում էի այն խոսքերին, որ ի վերջո ճիշտ սկզբունքներով եկել են մարդիկ, ովքեր այն խոսքերը ինչ ասում են, ինչպես ամեն մարդ դիմացինին մոտավորապես դիմացինին հիմնականում գնահատում է այնպես, ինչպեսին ինքը կա։ Ես հավատում էի, որ իրենք չեն ստում։